Սիրահարվածությունը ոչ մի կապ չունի սիրո հետ։ Սիրահարվածությունը դա այն է, երբ դևը մարդու մեջ կամ կանոջ մեջ այդ կերպարի մեջ դնում է երևակայական բաներ, նայած թե սիրահարվող օբյեկտը ինչ թուլություններ ունի, ըստ այդ թուլությունների նա ահա դնում է երևակայական հատկություններ, որպեսզի այս մարդը սիրահարվի այդ տղամարդուն կամ կնոջը, եւ ի վերջո այդ երևակայական հատկությունները, որ դևը դնում է, վաղ թե ուշ այն հոդս է ցնդում եւ սիրահարված տեսնում է իր օբյեկտի ռեալ կերպարը եւ սովորաբար դա վերջանում է շատ վատ, հիասթափությամբ եւ ատելությամբ հիմնականում եւ հին այս հեթանոսական կրոններում, ինչպես նաեւ տեսնում ենք այս ամուրը, որը հունական հին պանթեոնի դև է, ամուրը նետահարում է մարդուն, որպեսզի այդ մարդը ունենա այս երևակայական կերպարները եւ իր միտքը ամբողջովին հիվանդանա, որը եւ փաստորեն կոչվում է սիրահարվածություն։ Այսինքն թե ամուրը դա այս սիրահարվածության դիվահարության դևն է եւ սա ոչ մի կապ չունի իրական սիրո հետ։ Իրական սերը դա մարդուն տեսնելն է իր բոլոր ռեալ առավելություններով եւ թերություններով եւ օգնելն է նրան թերություններից ազատվելը, այսինքն իրական սերը հիմնված է զոհաբերության վրա եւ իրական սիրո արդյունքը սակրամենտալ, այսինքն սուրբ ամուսնությունն է, որ նպատակ ունի երկու կողմերը իրար օգնելով հասնել սրբության։ Եթե դուք այս սկզբունքին, այս մտածողության էությանը դեռ չեք հասել, դա նշանակում է, որ ձեր կյանքը պիտի լինի հիասթափությունների շղթա, որը ի վերջո, եթե դուք համառում եք ունենալ այս երևակայական կապվածությունները չեղածի հետ, ի վերջո դա տանում է դեպի այլասեռություն։ Դևը ավելի է, ինչպես թե ոգեշնչում ձեր երևակայությունը եւ դա վերջ չունի։ Ինչպես ազատվել սրանից։ Պարզապես նախ եթե դուք ունեք այդ թուլությունը, այսինքն կնոջ մեջ սեքս եք տեսնում, աշխատեք չտեսնել, տղամարդու մեջ փնտրում եք իդեալական ինչ-որ մի կերպար, մտքի կամ տաղանդի, հիշեք, որ դա ինքը չէ, Պագանինին, մեծագույն երաժիշտերը եւ սատանիստերը եղել, հիմա Չայկովսկու մասին բաներ են ասում, որ նա լինելով այդքան մեծ երաժիշտ հոմոսեքսուալ մանյակ է եղել, այն աստիճան, որ հայտարարություն էր եւ նա գրում էր, արդեն խոստովանում էր դա եւ ահա ցարական հրամանով նրան ստիպեցին թույն խմելու, դա էլ ես չգիտեմ դա ինչ սադիզմ է, դրա համար կա բուժում, դրա համար կա եկեղեցի, հասարակությունների մեջ թվում է թե ամեն ինչ ծուռ է, սիրելիներս, բայց նորից մարդը կարող է ունենալ հակում կնոջ նկատմամբ դեպի սեքսը, որը սխալ է, կամ տղամարդ կարող է ունենալ հակում դեպի իր տեսակը տղամարդը, որ նույնպես հիվանդություն է, այսինքն սրանք դիվահարության տեսակներ են։ Եվ դիվահարության այս դևերին վնասազերծելու եւ դուրս մղելու մարդուց մենք ունենք մեր միջոցները, կարդում ենք Նարեկ չկա այդպիսի մարդ, որ հոգով կարդա Նարեկը եւ չբուժվի ամեն տեսակի թերություններից եւ չապրի ռեալ իրականության մեջ
Եվ երբ որ դու ապրում ես ռեալ իրականության մեջ, դու հասկանում ես, որ քո ներսը հիմնված է սրբության վրա։ Եվ երբ որ խորանում ես այդ սրբության մեջ, դու հասկանում ես, որ դա Հիսուս Քրիստոսն է, որը հասարակ մարդուն, ինչպես Պետրոսին օրինակ, օժտեց հատկությամբ, որ նա քայլում էր ջրերի վրայով, այսինքն Աստվածակերպը մեր մեջ է։ Աստվածակերպը մեր մեջ է իդեմս Հիսուսի, եւ նրանով մենք դառնում ենք անմահ։ Մահ չկա։ Եթե սա էլ չեք հասկացել։ Ցավոք սրտի մեր ժողովուրդը դեռևս աթեիստական դևերի կամ կիսահավատքի դևերի այս ճիրանների մեջ է եւ սուրբ քահանա չունեք, որպեսզի նրա զոհաբերություններով եւ աղոթքներով ազգը սրբանա։ Չկան։ Եթե կան էլ բավարար չէ աշխատանքը։ Ինչպես եւ սրբերն են ասում, մեկ սրբի զոհաբերությամբ, աղոթքի ծոմապահությամբ, ինքնազոհողության այս մահացման, մարմնի մահացման, այս կյանքը մեկ մարդու կարող է փրկել ամբողջ ազգին, մենք դա չունենք։ Եվ Աստված ասում է, այն ժողովուրդը, որը լրիվ մարմնական է եւ ոչ հոգեվոր, ես նրան պետք է ոչնչացնեմ։ Եվ նա կատարում է դա։ Նայեք այդ ամենագարշելի ազգերը, որոնց մեջ չկար ոչ միայն սրբություն, այդ ամաղեկներից միջև բաբելոնյան այս ցեղերը, բոլորին վերացրեց։ Հիմա ես կարծում եմ, որ հայերը այդ ցուցակի մեջ են։ Ինչու՞։ Որտեղ շատ է տրված, նրանից շատ է պահանջվում։ Մեզ տրված է ամեն ինչ։ Մեծանուն փիլիսոփայություն լուսավորչի մասին, Սուրբ Գրիգոր լուսավորչի մասին կարելի է ասել, որ նա քրիստոնեության Արիստոտելն է, եւ ահա մենք ունենք Նարեկացի, որը նշում է մարդուն հատուկ բոլոր մեղքերը, ոչ մի բան աշխի չի վրիպում, դա ինչպես է X-ray արված այս սկանը արված է մարդու հոգու նրա վիճակի պոտենցիալի մասին։ Չկա այդպիսի երկրորդ սուրբ աշխարհում։ Եվ հա մենք ունենք շնորհալի, որի կանոնները ժամագիրքը ինքն է կազմել։ Եվ իհարկե դա գալիս է նաև հնոց, լուսավորչի այնտեղ ունի աղոթքներ եւ հիմնական շարականները, բայց ինքն է գրել։ Եվ դա անկրկնելի է նույնպես։ Գիտեք ինչ, այս մեկը սևամորթ տղա, որ ասում է մարդը պետք է ազատ լինի, religion is not correct, it's wrong։ Կրոնական սիստեմը բռնադատում է մարդու ազատությունը։ Կրոնական սիստեմը ոչ թե բռնադատում է մարդու ազատությունը, այլ ճիշտ սիստեմը տալիս է մարդուն ազատություն։ Եվ միայն մարդը երջանիկ է այն ժամանակ, երբ որ ինքը զգում է իր արմատները անմահության մեջ, որտեղ խաբկանք չկա, երբ որ դու փոքրիկ երեխա ես, հիշիր, կար քո մեջ այդ զգացողությունը, որ պիտի մեռնես։ Ոչ, մարդու մեջ դրված է դա։ Ծննդի իսկ օրվանից ձեր մոր որովայնում մենք տեսնում ենք մեր հրեշտակներին, ինչպես եւ Տերն է ասում, երեխաների հրեշտակները մշտապես Աստծուն տեսնում են։ Եվ այդ անմահության գաղափար, ոչ թե գաղափարը, այլ դրությունը, ռեալությունը մարդու մեջ է ծնված իսկ օրվանից։ Եվ դուք նրանք խափում եք, ինչ-որ աթեիստական սիստեմները, ինչ-որ ուրիշ կրոնական սիստեմները, բոլորը շեղում են, բայց եթե մարդը անգամ անմարդաբնակ տեղ մեծանում է, նա հասկանում է, որ ինքը պիտի չմեռնի, եւ եթե լսում է իր խղճին, ինչ են այդ 10 պատվիրանները, որ Մովսեսին տվեց, դա մարդկային հոգու սրտի մեջ գրված կոդն է։ Պարզապես դա գրվեց հասանելի է արդեն կարդալու ընդունակների համար եւ հասկանալու ընդունակների հասկացողությունը այս սիստեմի եւ այդ սիստեմն է ինչպես բնական օրենքները ունեն իրենց սիստեմը, այնպես էլ Աստված ունի իր սիստեմը, որպեսզի դու
քո ազատ կամքով ընտրես կատարելությունը, լինել կատարյալ ինչպես Աստված է, ճանաչելով Աստծուն որպես քո արմատը, քո անցյալը, ներկան եւ ապագան, այն չի բռնադատում, դու ունես ազատ կամք, բայց քո ազատ կամքը երբ որ ծառայեցնում ես ստին, դու վատնում ես քո կյանքը եւ իզուր ես ծնվել, ավելի լավ է ասում է այդպիսիները քար կապեն իրենց վզին եւ մնան ծովի խորքը կամ ծամբատ չլինեն։ Մարդը չի կարող իր կյանքին նայել անլրջորեն։ Իսկ երբ որ լրջորեն ես նայում, դու հասկանում ես, որ զգացմունքայնությունը ոչինչ իրենից չի ներկայացնում։ Զգացմունքային իմպուլսը պետք է ճնշել։ Կա չափը այդ զգացմունքի եւ մարդու բանականությունը միշտ վեր է այդ զգացմունքային entity նորից ասենք սիստեմից մարդու բանականությունը մարդու զգացմունքայնությունից վեր է այսինքն ամեն ինչը պետք է բանականության ոչ թե սառը դատողության մասին չէ խոսքը կշիռը տալու քո զգացածի ապրածի հասկացածի կշիռը հասկանալու որքանով է այն կերտում քեզ իրականացնելու քեզ որպես անհատ եւ դու անհատ ես եւ Աստված տվել է քեզ ամեն մի մարդ ով ծնվում է Աստված տալիս է նրան պաշտոն մի բան անելու եւ դու քո կյանքում եթե դու բնական եւ ազնիվ մարդ ես ինքդ քո նկատմամբ այդ անելիքդ Աստված ի վերջո հայտնում է քեզ եւ երբ որ դու կատարում ես դա դու անսահման երջանիկ ես դու արդեն ինչպես թե եկար այս աշխարհ իմացար որտեղից եկար ինչ պիտի անես եւ ուր ես գնում դրանից ավելի մեծ կատարելություն չկա մարդու համար բացի սա հասկանալը եւ ասելներս իսկ ինչ է այդ որտեղից եկավ այդ սիրահարվածությունը մեր նախնիների մեջ դա չի եղել նրանք միշտ էլ հասկացել են որ ամուսնությունը դա հսկա զոհաբերություն է գիտակցական զոհաբերություն է եւ դա Աստծո պաշտոն է ինչպես կրոնավորն է իրեն նվիրաբերում Աստծուն իր մարմինը մահացնում եւ դա Աստծո պաշտոն է այնպես էլ կինը եւ տղամարդը երբ որ ամուսնանում են դա էլ աստվածային պաշտոն է եւ այդ պաշտոնի նպատակն է երեխաներ ունենալը եւ այդ երեխաներին դաստիարակել Աստծո կերպարով չկա սա հիմա միգուցե ժառանգական այս օրհնությամբ մեր մեջ լինի որոշ ընտանիքների բայց ընդհանուր առմամբ նպատակն է այսօրվա անաստված աշխարհի այսօրվա նպատակն է վերացնել ամեն տեսակի ինդիվիդուալ մարդու կապը իր արմատի հետ որն է Հիսուս Քրիստոս հիշեք Հիսուս Քրիստոսը կրոն է եւ իրականություն է մնացածները հնարած կրոններ են եւ երևակայություն են իրականություն չկա այնտեղ դատարկություն է դա գնում եք յոգա գնում եք մուսուլմանական այդ ամբողջ մարդու հնարած գոյություն չունեցող բաներ են երևակայական եւ վերջը սրանց խելագարությունը երևում է չկա մի նվիրյալ մուսուլման ընտանիք որտեղ հոգեկան հիվանդ մարդ չլինի նույնն էլ կատարվում է այսօր այն քրիստոնյաների ընտանիքներում որոնք ուրացել են եւ քրիստոնյա չեն մեր ընտանիքները քրիստոնյա են եղել մենք կռվել ենք որքանով որ կռվել ենք թշնամու դեմ մեր հավատքի համար այդքանով ապրել ենք եւ եթե դուք ձեր ամեն մեկը ձեր անհատական կռիվը չանեք սատանայի դեմ դուք ուրանում եք ձեր անցյալը կորցնում եք ձեր հոգին եւ դատապարտում եք ձեր սերունդներին պատերազմն է խաչակրած պատերազմն է պահում մարդուն խոսքս մարդու մասին է մարդը կարող է ուրիշ հասարակության մեջ է ծնվել, բայց արդարության համար կանգնում է եւ ի վերջո հիմա Պարսկաստանում այդպիսի օրինակներ շատ կան։ Ի վերջո տեսնում է Քրիստոսին, որտեղ Քրիստոսն է ճշմարտությունը եւ ռեալությունը, որտեղ նա է քեզ ստեղծել, Սուրբ Երրորդությունը արմատները գնում է հին ուխտ, ուսումնասիրիր։ Հիմա ինչ եմ ուզում ասել։
Ուզում եմ ասել, որ դևը տարբեր կերպով է մարդուն իշխում եւ սիրահարվածությունը այն հնաոճ, այսպես ասած, եւ երևակայական այն բանն է, որ հասարակությունները սխալ էթիկան մտցնում են մարդու մեջ եւ դա բացարձակապես պետք է խուսափել դրանից։ Ինչպես է Սուրբ Սարգսյանի անունը կապում սիրահարության տոնի հետ։ Դուք գիտեք, որ սա Աստված հայրություն է եւ դուք պատասխան եք տալու սրա համար։ Բոլոր սրբերը սիրահարված են եղել մեկին, Հիսուս Քրիստոս Աստծուն, եւ նրանք իրենց կյանքն են զոհել դրա համար։ Ինչու՞ մարդը հենց այնպես իր կյանքը չի զոհում, որտեղ իրենք տեսնում են, իրենք հասկանում են, իրենք գիտեն ամեն ինչի ճիշտ կշիռը։ Մի բան, որ քեզ տալիս է անմահություն, եւ այդ է այն կրոնական սիստեմը, ինչպես քո մոր արգանն է սիստեմ, այդ թաղանթը, որի վրա դու գոյություն ունես, եւ այդ շրջանառությունը եւ քո ծնունդը, դա նույնպես ինստիտուտ է։ Եվ այդ կրոնական ինստիտուտը մենք ունենք, որ կատարյալ է եւ մարդը չի ստեղծել այն։ Եվ եթե այդ չի աշխատում, դուք պետք է հեռանաք նման եկեղեցիներից։ Այսինքն հասկանաք ինչին եք հավատում եւ ի վերջո հայտնություն Աստվածային ինչի նկատի ուներ։ Եվ շատ գայթակղություններ կան, որ Հիսուսը ասաց այս հացը իմ մարմինն է եւ գինին իմ արյունն է, ով չուտի ինձ չի փրկվի։ Ինչ է դա։ Սա այնպիսի միստիկ մեծություն է, սիրելիներս, ես այստեղ կբացեմ դες մի քանի գաղտնիքներ, ձեր ցույցությամբ իհարկե։ Ինչ է Սուրբ հաղորդությունը, դա հաղորդություն, դա հաղորդություն է Աստծո հետ։ Հիմա ես գնում եմ Սուրբ Պիուս 10-րդի միաբանությունը, եղբայրությունը, արդեն 30 տարի եւ հաճախ երևի 3-4 ամիսը մեկ, երբ քահանան դնում է Սուրբ հաղորդությունը իմ բերանի մեջ, մեկ ձևի մեջ է, կարող է լինել երկու ձևի մեջ գինի եւ արյուն, եւ կարող է լինել նաեւ մեկ ձևի մեջ, ինչպես օրինակ միսը, որը արտաքինից միս է, բայց ներսում ունի արյուն, նույն խորհուրդը նաեւ մեկ ձևի մեջ հաց են, հացի եւ Սուրբ մարմնի խորհուրդն է կաթոլիկ եկեղեցիներում հիմնականում։ Եվ երբ որ այդ Սուրբ հաղորդությունը դնում է իմ բերանի մեջ, այցալ անգամ էլ դա եղավ եւ շատ զարմանալի է։ Սուրբ հաղորդությունը դիպչում է իմ քիմքին եւ ես համը առնում եմ ինչպես է շաքար։ Հացը չի կարող շաքարի համ ունենալ։ Լրիվ քաղցր շաքարի նման եւ ապա քիմքիս վրա անհետանում է։ Այնտեղ կուլ տալու բան չկա։ Ինչ կերա ես այդ մարմենը եւ արյունը Հիսուսի։ Ոչ, ես միացա նրան։ Եվ ես դրանից եմ ստեղծված։ Դուք հասկանում եք սա ինչ մեծագույն միստիկա է։ Եվ սա պետք է հասկանալ, սիրելիներս։ Պետք է սա հասկանալ եւ ցրել ձեզնից աշխարհային այն կեղծիքներից, որ կան մեր հասարակության մեջ։ Նյութի համար ապրելը, փողի համար ապրելը, սիրահարվելը, կամ հետո դրա հակառակը ազատ սեքս անելը, սա բոլոր պղծություններ են, որը բթացնում են ձեր բանականությունը, որովհետև Աստված ապրում է բանականության մեջ, լոգոսն է, եւ Սուրբ ապրելու դեպքում է, որ դու տեսնում ես Քրիստոսին եւ ապրում ես Քրիստոսի հետ։ Խնդրում եմ, հաշվի առեք իմ ասածները եւ մտածեք այս մասին։ Շնորհակալություն։